ում օգտին պետք է քվեարկի քաղաքացին, կուսակցության թե անհատի, իսկ որ կուսակցությունները կմասնակցեն առաջիկա ՏԻՄ ընտրություններին կամ արդյոք հայտնի են վերջիններիս կողմից առաջադրվող թեկնածուների անունները։ Հարցեր, որոնք հետաքրքրում են ոչ միայն շարքային քաղաքացիներին, այլև քաղաքական գործիչներին։ Իսկ մինչ կբավարարվի բոլորի հետաքրքրությունը, ծնվում են նոր կուսակցություններ, վերակազմավորվում եղածները։ Լուսավոր Հայաստանը մարզային խորհուրդների ձևավորման փուլում է։ Մենք կներկայացնենք մեր ցուցակը հավաքանու անդամների եւ կմտնենք նախընտրական քարոզարշավի մեջ, ինչպես մյուս բոլոր քաղաքական ուժերը։ Մենք մրցակցության կողմնակից ենք, մասնակցային քաղաքական ուժ ենք եւ մեր ներդրումը բնականաբար ունենալու ենք։ Կուսակցությունն անպայման կմասնակցի Գյումրու ՏԻՄ ընտրություններին, Լուսավոր Հայաստան, լուսավոր թեկնածու, սակայն Էդմոն Մարուքյանը դեռևս չի ցանկանում բարձրաձայնել իրենց կողմից առաջադրվելիք թեկնածուի անունը։ Դեռևս վաղ է քաղաքապետի թեկնածուի անուն հայտարարել կամ բան, որովհետև դեռևս կոնսուլտացիաներ են գնում, բայց անպայման մենք կունենանք լուսավոր թեկնածու, որը կհամախմբի մեր համախոհներին, համակիրներին եւ կառաջնորդի Լուսավոր Հայաստան կուսակցության նախընտրական ցուցակը Գյումրիում։ ՏԻՄ ընտրություններին նաև ավելի քան 15 տարվա պատմություն կերտած քաղաքական ուժը կմասնակցի։ Այս անգամ ոչ թե օրինաց երկիր, այլ հայկական վերածնունդ անվան ներքո։ Կուսակցության ներկայացուցչի կարծիքով ճանապարհը դժվար չի լինի։ Ինչի ՕԵԿ եւ չեղավ եւ մենք ընտրեցինք այս ճանապարհը։ Երեք հայկական քաղաքական դաշտում եւ ընդհանրապես այսօր ես կարող եմ վստահորեն փաստել, որ միջազգային փորձ ուսումնասիրելուն սա աննախադեպ էր։ Երբ շուրջ 12 քաղաքական ուժեր կուսակցություններ ոչ թե միաձուլվեցին, այլ վերակազմակերպվեցին, որտեղ նախ ՏԻՄ ընտրությունները հիմնականում դա անձի ընտրություն են, ի վերջո։ Ինչքան է ասենք, ճիշտ է, կուսակցությունը ներկայացնում է, բայց ընտրում են անձեր։ Կոնկրետ վիրտուալ իմաստով, որ ասեմ, կուսակցությունը չէ, որ պետք է կառավարի քաղաքը, կամ լինի քաղաքապետ, կամ լինի ավականու անդամ, դա ի վերջո անձերն են։ Այն, որ հայկական վերածնունդը պատրաստվում է ՏԻՄ ընտրություններին, դա արդեն անհերքելի փաստ է։ Գրեթե պատրաստ է կուսակցության կողմից ներկայացվելիք ինչպես ավականու անդամների կազմը, այնպես էլ քաղաքապետի թեկնածուի անունը։ Միայն թե Հովհաննես Մարգարյանը դեռևս չի ցանկանում հրապարակել դրանք։ Ընտրական օրենսգրքի ընդունելուց անմիջապես հետո, եթե ընտրական օրենսգրքի այս աշխատանքները կավարտվեն, միանգամից կանդրադառնանք արդեն քննարկել կոնկրետ թեկնածուների հարցը։ Մոտարապես պարզ է, ուղղակի ժամանակաբրև է հայտարարել, քանի որ հաշված օրեր է մնացել, սարերի հետևում չէ, մինչև հունիս։ ՏԻՄ ընտրություններին կմասնակցի նաև Ժառանգությունը։ Արմեն Մարտիրոսյանը վստահ է, Գյումրիում եւ Վանաձորում իրենք անհրաժեշտ ձայներ կհավաքեն։ Եվ Գյումրիում եւ Վանաձորում ունենք ոչ միայն հստակ կողմնորոշված հասարակություն, որտեղ Հայաստանում բոլոր տեղերը նույն տրամադրություններն են, տարբերություն չկա։ Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, թե այդ հատվածում կարողանում ենք ձայնը պահել, թե չենք կարողանում։ Վանաձորում եւ Գյումրիում կարողանում ենք պահել։ Ժառանգության ներկայացուցիչը չի շտապում քաղաքապետի թեկնածուի անուն նշել։ Ասում է, կարևորը ոչ թե անձն է, այլ թիմային աշխատանքը։ Խնդիրը անձիկ չեն միայն։ Խնդիրը նաեւ թիմն է, որը կազմված են անձանցից, ովքեր ըստ էության հենց այդ նույն շրջանակում են գործում։ Մեզ համար կարևորը մեթոդոլոգիան է, գաղափարն է, այդ գաղափարի տակ արդեն մենք համապատասխան անձանց կտեսնենք։ Հանրապետական կուսակցությունը մարզային խորհրդի հերթական նիստն է անցկացնում։ Անելիքները շատ են։ Առաջիկա ընտրություններին պատրաստվում են ինչպես հարկն է։ Բայց շատ կարևոր է, որպեսզի իշխանությունը բոլոր մակարդակներում տարածքայինից տեղական ինքնակառավարման մակարդակից մինչև կենտրոնական 17 թվականին ընդառաջ ձևավորվի երկրի զարգացման նոր հայեցակարգերի շուրջ։ Այդ հայեցակարգերը պետք է մաքսիմալ արտահայտեն մեր հասարակության սպասելիքները։ Հետևաբար շատ կարևոր է, որ քաղաքական ուժերը, իսկ հանրապետական այդ հարցում նույնպես առաջամարտիկ է, հասարակության հետ շփումների եւ աշխատանքի նոր մեխանիզմներ ներդնի։ Նոր բանաձևեր երկրի զարգացման հայեցակարգին ուղղված Արմեն Աշոտյանն է առաջարկում։ Դրանք պետք է մեկնարկեն հենց տարածքային կառույցներից։ Վերջիններս էլ իրենց թափանցիկ եւ արդիական մեխանիզմներով պետք է բաց ու հասանելի լինեն հասարակության լայն շերտերի համար։ Հանրապետական կուսակցության փոխխոսնակն անդրադառնալով իրենց կողմից առաջադրվող Գյումրու քաղաքապետի հավանական թեկնածուի հարցին վստահեցնում է, կներկայացվի ծանրակշիռ թեկնածու։ Այս պայմանությամբ պատասխան բարձրաձայնել ես չեմ կարող։
բնական է հանրապետական կուսակցությունը պատկառելի ներկայացված լինելով տարբեր թիմ մարմիններում, այդ թվում նաև Գյումրիում իր քաղաքական կշիռը պահպանելու եւ ավելացնելու ուղղությամբ գործադրելու է ջանքեր։ Լուսավոր թե ծանրակշիռ, վերածնված թե ժողովրդի ծոցից դուրս եկած ու գյումրեցու ոգի ունեցող քաղաքապետի թեկնածու։ Ամեն ինչ պարզ կդառնա մոտ ապագայում, իսկ Գյումրու նախընտրական ամառը թեժ է լինելու։ Ալա Բաղդասարյան, Խաչատուր Գևորգյան, այսօր։